Ըստ Ռումինիայի նախագահի խորհրդականի հայտարարության, Ռումինիան պատրաստ է լրջորեն քննարկել Մոլդովայի հետ միավորման հարցը։ Եվգենի Տոմացը հարցազրույցում ասել է, որ այս հարցի վերաբերյալ պատրաստակամության մասին հայտարարվել է դեռևս 2018 թվականի մարտի 27-ին։ Նրա խոսքով վերոնշյալը Ռումինիայի կառավարության դիրքորոշումն է եւ այն չի փոխվի։ Վերջինիս խոսքով Ռումինիայի եւ Մոլդովայի ընդհանուր նպատակն է աջակցել Մոլդովայի եվրոինտեգրման գործընթացի արագացմանը բոլոր անհրաժեշտ միջոցներով։ Մոլդովայի նախագահի հայտարարությունը եւ Շալվա Պապուաշվիլիի արձագանքը քաղաքական քննարկումների առանցքայնում է։ Իշխող թիմը կիսում է Շալվա Պապուաշվիլիի դիրքորոշումը եւ հայտարարում, որ չնայած Բրյուսելի դրական գնահատականի, այնուամենայնիվ Մոլդովան չի կարող համապատասխանել Եվրամիության չափանիշներին։ Մինչդեռ կառավարության հակառակորդները քննադատում են Պապուաշվիլիին եւ ասում, որ ռումինական եւ մոլդովական հասարակությունները էթնիկ եւ մշակութային առումով մեկ ժողովուրդ են եւ նրանք իրենց երկրների ճակատագրերը կորոշեն ժողովրդավարական ճանապարհով։ Այսօր Սպիտակ տանը տեղի կունենա եռակողմ քննարկում։ Դանիայի եւ Գրենլանդիայի արտաքին գործերի նախարարներին կընդունեն ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Վենսը եւ պետքարտուղարը Մարկո Ռոբիոն։ Ամերիկյան կողմի հետ հանդիպումից առաջ Գրենլանդիայի եւ Դանիայի վարչապետները համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել եւ եւս մեկ անգամ ընդգծել, որ Գրենլանդիան վաճառքի ենթակա չէ։ Միևնույն ժամանակ Թրամփը նշել է, որ ընտրության հնարավորության դեպքում, երբ թե Գրենլանդիայի վարչապետը ընտրում է Դանիան, ապա մեծ խնդիր կլինի հենց Գրենլանդիայի համար։ ԱՄՆ-ն մնում է անփոխարինելի դաշնակից, սակայն ԱՄՆ-Եվրամիության հարաբերությունները այլևս այն չեն, ինչ նախկինում էին, ասել է Եվրամիության գլխավոր դիվանագետը։ Կայա Կալասը նշել է, որ բոլոր դաշինքներում կան տարաձայնություններ։ Եթե խոսքը վերաբերում է Ամերիկայի պաշտպանությանը, մենք բոլորս համաձայն ենք ՆԱՏՕ-ում, որ պետք է համատեղ աշխատենք։ Սա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի դիրքորոշումն է։ Մարկ Ռոտեն հույս ունի, որ դաշինքի անդամ պետությունները առաջիկա շաբաթներին կքննարկեն տարածաշրջանում անվտանգության հետագա քայլերը։ Իրանում իրավիճակը գնալով ծանրանում է։ Դատական համակարգի ղեկավարը նշում է, որ բռնության կամ ահաբեկչական գործունեության մեջ մեղադրվող ցուցարարներին դատավարության եւ պատժի ժամանակ առաջնահերթություն կտրվի, նրանց գործերը կքննարկվեն հնարավորինս արագ։ Հակակառավարական լայնածավալ բողոքի ցույցերի զոհերի թիվը ավելի բարձր է, քան երկրից դուրս ակտիվիստները հաղորդում է CBS News-ը հղում անելով աղբյուրներին։ Լրատվամիջոցները հաղորդում են, որ զոհերի թիվը կարող է հասնել մինչև 20,000-ը։ Հունվարի 14-ը Վրաստանի պետական դրոշի օրն է։ Քաղաքային խորհրդի շենքերին այսօր ծածանվել են վրացական դրոշները։ Նախաձեռնությունը պատկանում է անունների եւ խորհրդանիշների հանձնաժողովին։ 5 աստղյա դրոշը վերականգնվել է 2004 թվականի հունվարի 14-ին։ Պետական դրոշի օրը նշվում է 2004 թվականից ի վեր։ Առաջիկայում հացի գինը չի բարձրանա։ Երկրում ցորենի եւ ալյուրի բավարար պաշարներ կան։ Հայտարարել են Վրաստանի ցորենի եւ ալյուրի արտադրողների ասոցիացիան եւ հացի արտադրողների միությունը։ Նրանց տեղեկությունների համաձայն երկրում արտադրանքի մեծ մասը ներմուծվում է, չնայած տեղական ֆերմերները նույնպես պաշարներ ունեն։ Սննդի ազգային գործակալության տեսուչները մոնիթորինգ են անցկացրել ձմեռային լեռնային հանգստավայրերում սննդի վաճառքի կետերում։ Պետական վերահսկողություն է իրականացվում ինչպես շղթայական շուկաներում, այնպես էլ փոքր առևտրի կենտրոններում։ Օդերևույթաբանների կանխատեսմամբ այսօր եւ վաղը ողջ երկրում եղանակը կլինի հիմնականում անպամած եւ քամոտ։ Օրվա վերջում ինչպես արևելյան, այնպես էլ արևմտյան Վրաստանում տեղումների քանակը կնվազի։ Ցածր ջերմաստիճանը կպահպանվի մեկ շաբաթվա ընթացքում։ Հունվարի 16-ից 17-ին Վրաստանի ողջ տարածքում տեղումներ են սպասվում անձրևի տեսքով։